Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի ապրիլ ամսվա տառո կանխատեսումը երկվորյակ նշանի համար։ Սիրելի երկվորյակներ, հինգական քարտով ամսվա կարևոր իրադարձություններն ենք նայելու և մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Անպայման բոլոր երկվորյակները իրենց կյանքում կզգան յուրաքանչյուր քարտի էներգիան, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով և տարբեր ոլորտներում։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական խորհրդատվություն, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում։ Այսպիսով, սիրելի երկվորյակներ, ամիսը ձեզ համար կսկսվի շատ լավ, ինչ որտեղ ձեր բախտը կբերի։ Իմիջիայլոց այս քարտը դուրս էր եկել նաև նախորդ նշանի ցլերի մոտ։ Եթե ձեր ընտանիքի անդամներում կա ցուլ նշանի ներքո ծնված, ապա այս հաջողությունը, որը ձեզ սպասվում է, ընտանեկան է լինելու։ Ինչ-որ բան ի օգուտ ձեզ կշրջվի, գուցե ինչ-որ անելանելի իրավիճակում եք գտնվում, վերջին վայրկյանին ամեն ինչ ի օգուտ ձեզ դուրս գա, կամ ինչ-որ հաղթանակ ունենաք անսպասելի, կամ միասին գուցե ինչ-որ ճանապարհ գնաք, կամ եթե ցանկություն ունեք տրանսպորտային միջոց ձեռք բերելու, դա ևս ձեզ մոտ կստացվի։ Համենայն դեպս ինչ որտեղ ձեր բախտը կբերի, թե որ ոլորտում ամեն մեկը մի ձևով կզգաք։ Ձեզ սպասվում են ծախսեր, ինչ որ անելանելի իրավիճակ, որտեղ պետք է անընդհատ մտածել, ծանոթ անել, որպեսզի ընտրություն կատարեք։ Զգույշ եղեք ձեր խոսքում, սիրելի երկվորյակներ, քանի որ ինչ որ մի բան գուցե այնպես չասեք եւ դա առաջացնի վիճաբանություն, տարաձայնություն, գուցե ինչ որ մեկին նեղացնեք այդպիսով։ Աշխատանքը շատ կլինի, գործերը շատ կլինեն, ծանրաբեռնված կլինեք առհասարակ, իհարկե դուք ձեր ուզածին կհասնեք, բայց դա կլինի այլ ձևով, մի փոքր գերօգնատության արդյունքում։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի ինչ-որ սպասողական իրավիճակով, ինչ-որ պաուզա կլինի, այս կանգը կապված կլինի որևէ կնոջ հետ, ով ծնված է կրակի տարերքի ներքո, դա է առյուծ, խոյ կամ աղեղնավոր, գուցե այս կնոջ հետ ինչ-որ հարաբերություններ կային, սառեն ձեր հարաբերությունները կամ ինչ-ինչ պատճառներով չկարողանաք նրան տեսնել, հանդիպել, նման ինչ-որ հարցեր կարող են լինել։ Համենայն դեպս այս սպասողական իրավիճակը կապված է լինելու այդ կնոջ հետ։ Այժմ նորալուսնի և լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին ենք ունենալու ամսի 13-ին, մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է թողնելու։ Այս ժամանակահատվածում, սիրելի ընկերներ, ձեզ համար նոր սկիզբ է լինելու, նոր ինչ-որ էմոցիոնալ սկիզբ, շատ ուրախ նորություն գուցե իմանաք, կամ ինչ-որ նոր գործ, նոր հարաբերություններ, գուցե ամուսնություն, ամեն մեկի մոտ մի ձևով է լինելու, բայց որ շատ լավ էմոցիաներ եք ունենալու, դա հաստատ սա բոլորին է վերաբերում։ Եվ նորալուսինը կլինի ամսի 27-ին, մի 2 օր առաջ 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այս նորալուսինը լինելու է ցուլ նշանում, ձեր 12-րդ տանը։ Այստեղ զգույշ եղեք, որ չհիվանդանաք, հնարավոր է առողջական խնդիրների հայտ գան, հնարավոր է լինեն նաև ծախսեր կապված առողջության հետ, այնպես որ սիրելի երկվորյակներ եղեք շատ զգույշ եւ զգույշ եղեք, որ գումար չկորցնեք։ Այս քարտը մեզ ասում է նրա մասին, որ լավ կլինի, հատկապես երբ 12-րդ տունն է, այստեղ արծարծվում, որ դուք բարեգործություն կատարեք։ Այսքանը սիրելի երկվորյակներ կապված ապրիլ ամսվա հետ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։